դուք խոսքի սկզբում ասացիք, որ խայտառակ ընտրություններ էին։ Ընտրության գիշերը Նիկոլ Փաշինյանը կեսգիշերնած դեռ քվեաթերթիկների ընդամենը 20%-ներ հաշվարկ արվել, հայտարարեց, որ հաղթում են։ Որտեղ էր ընդդիմությունը, նախ խայտառակ ընտրությունները, 20% հաշվարկից հետո իշխանությունը կանգնում եւ համարձակորեն ասում է, որ ինքն է հաղթողը եւ վերջ։ Բայց մենք չտեսանք դրանից հետո ընդդիմադիր որևէ հավաք ցույց, չտեսանք այդ գիշերը, չտեսանք հաջորդ օրերին, որտեղ է ընդդիմությունը։ Այդ օրերին ինչու չէր հավաքներ անում իր ընդդիմախոսությունը կամ հակառակ կարծիքը ապացուցում։ Սա մեկ եւ երկրորդը տեսեք, ընտրություններով Հայաստանում երբեք իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Դուք նախընտրական շրջանում շատ վստահ հայտարարում եք, որ հաղթելու ենք։ Ձեզ այդ վստահեցումը ով էր տվել կամ ովքեր էին հավաստիացրել ձեզ, որ ընտրություններով Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն տեղ ունենա, առավել եւս, որ մենք տեսնում ենք որևէ ձևով, որևէ այսպես ազդակ չկար, որ իշխանությունը Նիկոլ Փաշինյանը պատրաստում է ազնիվ արդար ընտրություններ անցկացնել, բոլոր ազդակները հակառակի մասին էին ապացուցում եւ հազիվ թե Նիկոլ Փաշինյանը տարբերվեր իր ազնվությամբ, ընտրությունների թափանցիկությամբ նախորդ իշխանություններից։ Ուրեմն ինչու եք այդքան վստահ եւ հիմա արդյոք, երբ որ հետահայաց նայում եք, չեք կարծում, որ իսկապես ճիշտ էին այն հայտարարությունները գուցե, որ ընտրություններով հնարավոր չէ միայն ընտրական գործընթացով հնարավոր չէ իշխանափոխություն անել։ Ինչ վերաբերվում է ընտրության օրվան, մենք մեր տվյալները ունեինք, ստանում էինք մեր տվյալները, մեր վստահված անձանցից, իրենք երբ կանգնեցրին ընտրական process-ը, ինքը հայտարարություն արեց, մեր մոտ հաշվարկված էր մոտ 10%-ը։ Եվ դուք երևի հիշում եք, որ գիշերը ես հայտարարություն արեցի, ինքը, չգիտեմ, դուք տեղյակ եք, եթե չէ, կարող եք ստուգել 200,000 ձայն ստուգելուց հետո ինքը ուներ 58%։ Երբ հասավ 700, պլյուս մինուս, կարող է մի քիչ էս կողմ են կողմ, էլի, ինչքան հիշում եմ։ 700,000 ձայնի դեպքում ինքը հասավ 50%։ Եվ այնպիսի տեմպերով էին իրենք փլվում, որ մենք իրոք վստահություն ունեինք, որ միջև վերջ հաշվարկի դեպքում մեր բոլոր հաշվարկներով, բոլոր մաթեմատիկական, քանի որ այդ ժամանակ մնացել էր Երևանի չհաշվարկված մոտ 350,000 ձայն, Վանաձորի 50%-ը, Աբովյանի 50%-ը, Գյումրիի 37%-ը, այսինքն մնացել էին մեծ քաղաքները, մենք շատ վստահ ենք, որ իրենք փլվելու են մինչև 40%։ 5 ամիս մենք արել ենք հարցումներ, իր առավելագույն թիվը, որ եղել է, դա եղել է 40%։ Դա վերջի հարցումներն էր, որ մենք տեսանք, որ ինքը կարող է ամենաշատը հավաքել 40% ու ԿՊ-ն։ Եվ ընտրության ընթացքը հենց այդպես էլ գնում էր։ Նույնիսկ գյուղերում իրենք փլվեցին մինչև 50%։ Ու շրջաներում ես նկատի ունեմ։ Բայց դրանից հետո մոտ 800,000 ձայն հաշվեցին, իրենք ընդամենը 0.5% իջան ներքև։ Այսինքն սա նոնսենս է, այն էլ Երևանում հավաքած ձայներով, իրենք չպետք է գերազանցեին մեր հաշվարկով 42%-ը։ Դրա համար մենք սպասեցինք առավոտյան, ինչպիսի արդյունքներ են իրենք հրապարակելու, դրա համար այդ ժամերին ոչինչ չկատարվեց, որովհետև իրենք նույնիսկ այդտեղ գտնվեցին շատ հմուտ, կանգնեցրեցին հաշվարկը, դուք էլ հասկանում եք, որ անհասկանալի երևույթ էր 10% հաշվելուց հետո մարդը սառած դեմքով հայտարարում է, որ իրենք հաղթել են։ Մենք փորձեցինք սկզբից կողմնորոշվենք, որ սխալ քայլեր չանենք։ Կարող էինք սխալ քայլեր անել, երկիրը տանել ցնցումների, բայց դրանից հետո բոլորը մեզ մեղադրեին,
որ մենք տարանք երկիրը նոր ցնցումների եւ նորի չհասանք արդյունքի։ Ոչինչ չի վերջացել, համար պայքարը շարունակվելու է, գրագետ պայքարը շարունակվելու է եւ ես վստահ եմ, ինչ մենք ասել ենք նախընտրական procesների ժամանակ, դա լինելու է։